Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Ողջույն, ինչպես միշտ այսօր էլ միասին կանցնենք քննական հարցաշարերը և կփորձենք ավելի վստահ մոտենալ ձեր վարորդական իրավունք ստանալու ճանապարհին։ Քանի որ դուք բազմաթիվ հարցեր եք ուղղել մեզ եւ խնդրել, որպեսզի դրանց անդրադառնանք հաղորդման շրջանակներում, այսօր միասին կփորձենք պատասխանել տվյալ հարցերին։ Ողջույն, ընկեր Արթուր։ Ողջույն Սուզան ջան։ Ես շատ լավ, դու ինչպես ես։ Լավ, շնորհակալ եմ։ Մեր հեռուստադիտողները բազմաթիվ հարցեր են ուղղել մեզ եւ խնդրել, որպեսզի հաղորդման շրջանակներում պատասխանենք այդ հարցերին, հաղորդման վերջում պատասխանենք, հա։ Արի մենք սկսենք հիմա պատասխանել այդ քննական թեստերի հարցերին, տեսնենք ինչքան ժամանակ մեզ կմնա ամենավերջում փորձենք հնարավորինս շատ հարցերի պատասխանել։ Լավ, բոլոր հարցերին էլ մենք պատասխանները կտանք։ Շատ լավ։ Թեստ 6-ից սկսում ենք, չէ՞։ Շատ լավ, սկսենք թեստ 6-ից։ Ու իհարկե մեր էջում կգտնենք թեստերը, մուտք գործենք թեստեր։ Բազմաթիվ հեռուստադիտողներ նաև հարցնում էին, թե ինչպես կարող են մուտք գործել X-Drive կայք, կարող ենք հիմա եւս մեկ անգամ կրկնել, մուտք են գործում X-Drive կայք, այնտեղ կան թեստեր, կարծիքներ, չգիտեմ, այո, ճեկ, հարցեր, կարծիքներ, ավտոաշխարհ, ինչ որ գնացուցակ, թիմի մասին ինչ որ ինֆորմացիա, տեղեկատվություն, հեռախոսահամար, մասնաճյուղեր, այդ ամեն ինչը կա իհարկե, կարող են մուտք գործել եւ ստեղից այդ անհրաժեշտ այդ ամեն ինչը վերցնել, ինչը որ իրենց անհրաժեշտ է։ Իհարկե մենք մուտք կգործենք թեստեր, կանգ ենք առել 6-րդ թեստի վրա, շարունակում ենք իհարկե, միասին մենք ունենք պայմանավորվածություն, որ կամ ես կամ դու պետք է կարդանք, չէ՞, հարցին փորձենք պատասխանել։ Ես ոնց ցանկանաս, փորձիր։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն B և C կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել 16 տարին լրացած անձանց, 17 տարին լրացած անձանց, 18 տարին լրացած անձանց։ Ինչ ես կարծում։ Իմ կարծիքով 18։ 18, չափահաս տարիք, 18 տարին լրացած անձանց։ B-ն դա թեթև մարդատարն է, C-ն բեռնատարը։ Հայկական, այսինքն տեղական, վարորդական իրավունքի վկայական դեպքում B-ն C-ն ստանում են 18 տարին լրացած անձինք։ Բայց ինչքանով որ ես եմ հիշում, 17 տարին լրացած անձինք կարող են չէ քննություն տալ, սակայն վարորդական իրավունքը ստանալ 18։ Ճիշտ ես հիշում, 17 տարին լրացած անձը իրավունք ունի մասնակցելու քննություններին, թե տեսական, թե գործնական, ու եթե դրական կհանձնի իր քննությունը, իհարկե 18 տարին կլրանա, նոր կվերցնի իր վկայական։ Շատ ճիշտ հիշում ես։ Սա մեր առաջի հարցն էր, անցանք երկրորդին։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն երթևեկելի մասով հեծանվորդներին արգելվում է երթևեկել առանց պաշտպանիչ ակնոցների, առանց սաղավարտի երկու դեպքում էլ։ Որը նշենք։ Սաղավարտը գիտես, չէ՞ որն է։ Գլխարկը առանց սաղավարտի։ Հիմնականում երևի հանդիպած կլինես մոտոցիկլ վարողներն են, սենց շլեմ է, տենց ռուսերեն շլեմ, գլխարկ են գրում, դա առանց սաղավարտի իմ կարծիքով։ Այո, առանց պաշտպանիչ ակնոցների թույլ է տալիս։ Դա այդքան վտանգավոր չի։ Ես մտածեցի երկու դեպքում էլ, հետո ասացի չեմ կարծում, թե այդքան կարևոր է։ Դե մոտոցիկլի շուռ գալու հավանականությունը քանի որ մեծ է անվտանգության նկատառումներով, որպեսզի գլուխը չվնասվի, այդ սաղավարտ գրելը պարտադիր է։ Իհարկե պարտադիր է։ Ինչ վերաբերում է հեծանվորդին, հեծանվորդը նորից պետք է այդ սաղավարտը կրի, նորից պատճառը մեկն է, անվտանգություն։ Հանցանք հաջորդին։ Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե խախտված է շարժիչի հենատուփի օդափոխության համակարգի հերմետիկությունը, խախտված է շարժիչի սնման համակարգի հերմետիկությունը, երկու դեպքում էլ, այստեղ երկու դեպքում։ Մի փոքրիկ արի հուշում, շատ ճիշտ է, երկու դեպքում էլ։ Որտեղ շահագործման թեմայի հետ կապված կտեսնես հերմետիկություն բառը, շահագործումը կարգել ես միանգամից։ Ինչու՞։ Հերմետիկը դա փակն է, մեկուսացված, որ օդ չի անցնում։ Եթե մի բան պետք է լինի հերմետիկ ու խախտված է դրա հերմետիկությունը, այդ դեպքում շահագործել տվյալ տրանսպորտային միջոցը չի թույլատրում իհարկե։ Այստեղ նշում ենք երկու դեպքում էլ։ Շատ ճիշտ ես, մյուսը փորձիր։
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե խախտված է շարժիչի հենատուփի օդափոխության համակարգի հերմետիկությունը, նույն սրնու վրա տեղադրված են ցրտադիմացքուն եւ ոչ ցրտադիմացքուն դողեր, այստեղ երկու դեպքում էլ։ Այլ երկու դեպքում էլ։ Դե առաջինը մենք արդեն հասկացանք, նորից նույն երկրորդն էլ ինձ թվում է կարգելվի։ Դե երկրորդը կարդանք նույն սրնու վրա, սրնին դա կամրջակն է։ Մոստ, այդպես կարող է լսած լինես։ Նույն սրնու վրա տեղադրված են ցրտադիմացքուն եւ ոչ ցրտադիմացքուն, դա ամառային եւ ձմեռային դողեր են։ Չի կարելի։ Պետք է լինի նույն սրնու վրա նույն դողից, նույն կառուցվածքի կամ ամառային կամ ձմեռային, այսինքն կամ ցրտադիմացքուն կամ ոչ ցրտադիմացքուն։ Ուրեմն երկու դեպքում էլ շահագործումը կարգել ենք։ Հաջորդը։ Խաչմերուկը վերջինը կանցնի։ Ահա, խաչմերուկը վերջինը կանցնի։ Այստեղ ունենք գլխավորի նշան եւ զիջողի։ Շատ ճիշտ է։ Առաջինը կանցնի։ Ահա, արի քննարկելով, նախ առաջինը ով կանցնի։ Իմ կարծիքով կարմիրը։ Շատ ճիշտ է։ Որովհետեւ այստեղ գլխավորից, այսինքն կամ կապույտը պիտի անցնի կամ կարմիրը։ Շատ ճիշտ, ապրես։ Կարմիրն էլ կանցնի, որովհետեւ աչից հարված չի ունեն։ Ապրես, հետո հերթը կանցնի կապույտը, հետո արդեն զիջողներից իմ կարծիքով կանաչը, չէ, ոսկեգույնը։ Ну դեղին։ Դեղին եւ կանաչ։ Շատ ճիշտ է։ Այսինքն ինչ ստեղ տեղի ունեցավ։ Մենք հայտնաբերեցինք գլխավորներին։ Հետո իմացանք գլխավորներից որն է։ Գլխավորներին աչից հարվածով ճանապարհեցինք։ Հետո հերթը հասավ արդեն երկրորդականներին, դեղին եւ կանաչ, իրենց էլ իրար մեջ աչից հարվածով ճանապարհեցինք եւ վերջ ըստ հարցի խաչմերուկը վերջինը կանցնի, կանաչը շատ ճիշտ է։ Նշենք կանաչը։ Հաջորդ հարցը։ Որ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։ Հեծանվորդը, ավտոմոբիլի վարորդը։ Պետք է զիջի ճանապարհը։ Ինչ ես կարծում։ Իմ կարծիքով հեծանվորդը։ Ինչի է զիջում հեծանվորդը, արի փորձի, եթե սխալ է լինի, դու ուղղակի ինձ ասա թե ինչպես ես մտածում։ Մի պահ մտածի որ միակողմանի է ճանապարհը, թե Չէ, արի շփոթենք, նշան չկա։ Ոչինչ չկա, լուսացույց չկա, ոչինչ չկա։ Սա ճանապարհների հատում, այսինքն խաչմերուկ։ Եթե ոչինչ չկա, ի՞նչն ենք հաշվի առնում, ասա։ Ինչ սկզբունք ենք կիրառում, աչից վերջացավ, աչից հարված։ Հիմա ով չունի աչից հարված, նա կանցնի առաջինը, ով ունի պիտի զիջի։ Ըստ հարցի, որ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի։ Հեծանվորդը։ Ինչու։ Որովհետև չէ։ Նայ։ Հիմա պատկերացրու հեծանվորդը դու ես։ Ես գիտեք ոնց պատկերացրեցի, ես մեքենա ու հեծանվորդ պիտի որ մեքենան անցնի առաջին, ասես բանով էլի։ Չէ, հեծանիվը, արի սենց մի բան փորձի հիշել։ Հեծանիվը համարում է սովորական տրանսպորտային միջոց։ Հա։ Չմտածենք, որ հեծանիվը չափսերով փուջուրիկ է կամ ինքը թեթև է, առավելություններ չունի եւ այլ եւ այլ։ Ոչ նման բան չկա։ Լավ, նա էլ է համարվում սովորական տրանսպորտային միջոց։ Ստեղ կիրառում ենք նորից մեքենան աչից հարված կունենա։ Այո, շատ ճիշտ է։ Ուրեմն առաջինը կանցնի հեծանվորդը, վերջինը մեքենան։ Ահա, տրանսպորտային միջոցը, այսինքն ավտոմոբիլը պետք է զիջի, որպեսզի հեծանվորդի կողմից աչից հարված չստանա։ Եվ վերջ, աչից հարված։ Անցանք հաջորդ։ Մյուս խաչմերուկում նշվածներից որ ուղղությամբ կարող եք շարունակել երթևեկությունը։ Միայն B, A կամ B ու բոլորը։ Մի րոպե, որ ուղղությամբ կարող եք շարունակել երթևեկությունը։ B B-ն ուղիղն է, ուղիղ կարելի է մյուս խաչմերուկում։ Մի բան ասեմ, նոր փորձի դու պատասխանել։ Շնորհ դու գիտես դրա մասին, và հիմա նորից կրկնում ենք հիշում, վերհիշում։ Բոլոր նշանները գործում են, ազդում են մինչև հաջորդ խաչմերուկ։ Հիմա այս նշանը տեղադրված է ստեղ։ Մենք հասանք, հավասարվեցինք այդ նշանին, պիտի իրեն ենթարկվենք, երթևեկենք ուղիղ մինչև որտեղ։ Խաչմերուկ, մինչև խաչմերուկ։ Հիմա գրված է, տես։ Գույնը փոխենք։ Մյուս խաչմերուկում։ Որ ուղղությամբ կարող ենք շարունակել երթևեկությունը։ Մյուս խաչմերուկում արդեն ուղիղ չենք կարող։ Չէ, մյուս խաչմերուկում ուղղակի այս նշանն իր ուժը կորցնում է։ Իր ազդեցությունը կորցնում, համարում է չկա, այդ գոյություն չունի այդ նշանը։ Այսինքն ուղիղ
Բոլոր, եթե նշան գոյություն չունի, մենք իրավունք ունենք բոլոր ուղղություններով երթև եկելու։ Մյուս խաչմերուկում, հա։ Լավ, հիշիր, բոլոր նշանները գործում են մինչև հաջորդ հատում։ Հասկացա։ Շատ լավ։ Մյուսը։ Որ նշանի ազդման գոտում կարող եք երթևեկել 60 կմ/ժ արագությամբ։ Ահա։ 60։ Ահա։ Այստեղ Արի հերթով նայենք։ Առաջին նշանը ինքը արգելող նշան է, կլոր եզրերը կարմիր։ 50-ից ավել կարգելի։ Արգելում է։ Հիմա կարող ենք 60-ով։ Ոչ։ Սա կոչվում է նվազագույն արագություն, այսինքն ամենաքիչը, ամենապակասը 50։ 50 կամ ավելի բարձր։ Հասկացա։ Ուրեմն ստեղ 60-ը Այսինքն թույլատրվի։ Մյուսն էլ նայենք։ Այ քառակուսի, տեսնում ես ֆորման իր տեսքը քառակուսիա ու կապույտով։ Սա առաջարկող է, չի պարտադրում։ Առաջարկում է ճանապարհի տվյալ հատվածով երթևեկել նշված արագությամբ։ Իսկ եթե առաջարկ կա, այդ առաջարկից կարող ենք մենք չօգտվել։ Այսինքն կարող ենք 60։ Այո։ B ու G։ B եւ G, շատ ճիշտ է։ Որ վարորդն է խախտել կայանման կանոնները։ Ահա։ Ոչ ոք, բեռնատարի վարորդը, մոտոցիկլի եւ թեթև մարդատարի վարորդները։ Մի րոպե։ Ինձ թվում է մոտոցիկլի ու բեռնատարի։ Չէ, հիմա նայ։ Կանգնեցման ձևը ցույց է տալիս այսպես, որ պետք է բարձրացնել մայթի վրա։ Եթե թեթև մարդատարը Ուրեմն բեռնատար։ Տես, այստեղ ոչ ոք կանոնները չի խախտել։ Ինչու՞։ Հիմա բացատրեմ։ Թեթև մարդատարը նշված եղանակով է կանգնացել իր տրանսպորտային միջոցը, բարձրացել է մայթին ու պարտավոր էր այդպես էլ անել, ինքը խախտում չի արել։ Մոտոցիկլն էլ իրավունք ունի այս դեպքում, ու պատկերացրու, այսպես իրանից թույլերին թույլ է տալիս։ Փոքրիկ։ Ես նայեցի, որ եթե մեքենա է, մեքենային կթույլատրվի, բայց եթե մոտոցիկլ է, իրան չի թույլ։ Մոտոցիկլին թույլ է տալիս։ Այո, մոտոցիկլներին էլ է թույլ տալիս, այսինքն այս երկուսը խախտում չեն արել, թեթև մարդատարն ու մոտոցիկլը։ Ինչ վերաբերում է բեռնատարին, բեռնատարը ունի մեկ կանգնելու ճիշտ ձև։ Իր կանգնելու ճիշտ ձևը հենց այսպեսին։ Ճանապարհի աջ կողմում, ճամփեզրին զուգահեռ, բացառությունը մեկ շարքով։ Լավ։ Ուրեմն այստեղ ոչ ոք կանոններ չեն խախտել։ հասկացա։ Այսինքն այստեղ ոչ ոք։ Ոչ ոք։ Ու մեր վերջին հարցը այսօրվա հաղորդման շրջադարձի լուսային ցուցիչի բացակայության կամ անսարքության դեպքում ձեռքով տրվող նախազգուշացնող ազդանշանը դադարեցվում է մանրևը սկսելուց անմիջապես առաջ, մանրևը ավարտելուց անմիջապես հետո, մանրևը կատարելու ժամանակ։ Բայց հասկացար հարցից ինչ հարց է։ Նորից նայեմ։ Շրջադարձի լույսային ցուցիչը հուշեմ քեզ։ Դա պավարոտնիկն է։ Հա։ Մարգատը։ Հա։ Եթե չի աշխատում, մենք իրավունք ունենք ձեռքով ցույց տալու այդ ազդանշանը։ Հիմա արի փորձենք։ Մանրևը սկսելուց անմիջապես առաջին կարծիք։ Այո, շատ ճիշտ է։ Եթե պատուհանից ձեռքդ հանում ես դուրս, ազդանշանը ցույց տալու նպատակով ցույց տվեցիր, հարևան վարորդները հասկացան, որ դու օրինակ ցախ շրջադարձ կամ հետադարձ ես փորձում կատարել, այդ ձեռքդ պիտի ներս տանես, որ ղեկը կարողանաս երկու ձեռքով պտտել։ Հասկացա։ Այսինքն ձեռքը պիտի գա հասնի քեզ օգնության։ Ցույց տվեցիր, հարևան վարորդները հասկացան, ձեռքդ ներս ես տանում, որպեսզի երկու ձեռքով կարողանաս պտտել։ Այսինքն դադարեցնում ես մանևրը սկսելուց անմիջապես առաջ։ Իսկ եթե հարց հնչի լույսային ցուցիչով տրվող ազդանշանը երբ դադարեցնել, դա մանևրը ավարտելուց հետո։ Հասկացա։ Շատ լավ։ Ну, այսօր այսքանը ժամանակի սղության պատճառով։ Հիմա անդրադառնանք մեր հեռուստադիտողների հարցերին։ Փորձենք։ Առաջին հարցը։ Մեր հեռուստադիտողներից մեկը թեստերի ժամանակ հանդիպել է, որ մոտոցիկլետներին առանց կողային կցորդի, մոպեդներին եւ հեծանիվներին առանց վթարային կանգառ նշանի թույլատրվում է երթևեկել։ Ինչպես կբացատրենք այս հարցը։ Այո, ուղղակի այնտեղ պետք է լինել ուշադիր, շատ ուշադիր կարդալ։ Մոտոցիկլ, բայց ոչ բոլոր մոտոցիկլները։ Կա կողային կցորդով մոտոցիկլ եւ առանց կողային կցորդի մոտոցիկլ։ Ես հենց հիմա ունեմ այդ մոտոցիկլից, կարող ենք ցույց տալ հեռուստադիտողներին։ Սա մեր մոտոցիկլն է։ Սա կողային կցորդով մոտոցիկլ։ Որը կողային կցորդով է։ Կողային կցորդը այս կողքից ավելացվածն է, այս հատվածը, որտեղ ուղևորն է նստում։
Եթե կողային կցորդով մոտոցիկլ է, ինքը պիտի ունենա այդ վթարային կանգառ նշանը, դեղատուփը, իսկ կողային կցորդը առանձնացող է։ Եթե առանձնանում, այսինքն քանդում են, ինքը դուրս է գալիս, դառնում է առանց կողային կցորդի երկուականի մոտոցիկլ։ Այ որ երկուականի առանց կողային կցորդի մոտոցիկլ է, ինքը այս թվարկվածները չի ունենում։ Տեղ չունի իր մոտ այդ ամեն ինչը ունենալու պայելու։ Ուրեմն կողային կցորդովը պետք է ունենա, առանց կողային կցորդովը չի ունենում։ Կարող է չունենալ։ Շատ լավ։ Անցնենք մյուս հարցին։ Ղեկային կառավարման համակարգի խաղացքների աստիճանների մասին կարող ենք բացատրել հակիրճ։ Այո։ Նու հակիրճ ես գրատախտակի վրա կարող եմ գրել այդ ղեկային խաղացքները, լավ, ու մենք կցուցադրենք։ Դե ակարգը դա մոտոցիկլն է։ Մոտոցիկլ։ B կարգը դա թեթև մարդատարն է։ C-ն բեռնատարը, ունենք D ավտոբուս։ Այ որպես մեխանիկական տրանսպորտային միջոց միակը դա մոտոցիկլն է, որ այդ ղեկային խաղացքը չունի։ Խաղացքը դա լյուֆտն է, տենց լսած կլինես, լյուֆտ խաղ։ Ինքը չունի 0 է կարելի ասել իր մոտ։ Մյուսների մոտ աստիճանով են չափում։ Թեթև մարդատարի մոտ դա 10 աստիճան է, ամենաշատը բեռնատարի մոտ 25 աստիճան եւ վերջապես ավտոբուսի մոտ 20 աստիճան։ Մի փոքրիկ էլ բացատրեմ, որ ավելի հասկանալի լինի։ Ենթադրենք, պատկերացրեք, գործարանից դուրս է եկել բեռնատարը, իր ղեկի խաղացք եղել է 15 աստիճան։ Տարիների ընթացքում այդ դետալներն իրար հետ շփվելիս, այդ լյուֆտը խաղը շատացել, հասել է 25-ի։ Բայց 25-ից ավել էլ չի թույլատրվում։ Եթե մենք այս երևույթին բանի տեղ չդնենք, այդ ղեկի խաղացքը շատանա, պատկերացրու հասնի այդ ղեկի խաղացքը 40-50 աստիճանի, ինչ տեղի ունենա, ղեկը պտտենք ձախ, բայց այդ մեքենան շարունակի ուղիղ գնալ կամ ուշ շրջադարձ կատարի։ Վտանգ տեսնում ենք, թե ոչ այստեղ։ Այս սրա մասին է խոսքը։ Ուրեմն այս թվերը պետք է հիշել, որպեսզի հարցին ճիշտ պատասխանել։ Շնորհակալ եմ շատ ընկեր Արթուր հարցերին անդրադառնալու համար, կարծում եմ մեր հեռուստադիտողների համար էլ բավականին պարզ դարձան անհասկանալի բոլոր հարցերը։ Շնորհակալ եմ շատ դասի համար, կհանդիպենք արդեն հաջորդ դասին։ Հուսով եմ այսօրվա հաղորդումը բավականին օգտակար ստացվեց, իսկ դուք չմոռանաք հետևել մեր YouTube-յան պաշտոնական ալիքին հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։